Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է մարտի 3-ի համար և հայլային օր է և խավարման օրն է, շատ կարևոր օր է բոլորիս համար։ Հայլային օրը դա համարվում է պորտալ, որը բացվում է և կարող եք ձեր երազանքները պահել, հասնել ձեր երազանքներին և իսկ խավարումը դա նաև ավարտ է։ Գուցե ինչ-որ մի բան պետք է անեք այդ երազանքի համար և ավարտեք այդ պրոցեսը։ Այնպես որ շատ կարևոր օր է բոլորի համար։ Հետաքրքիր է, որ հենց այս օրն է, այս հայլային օրը։ Երազանք պահեք, բայց այնպիսի երազանք չէ, որ այդ օրը մնա ու վերջ, որովհետև էլ եմ ասում ավարտի օրն է և կարող է ձեր յուրաքանչյուր երազանք մնալ այդպես օդի մեջ ուղղակի։ Որովհետև ավարտի ժամանակն է, այսինքն պետք է ավարտվի երազանքային պահը և սկսվի նպատակը, որովհետև երազանքը կարող եք երազել ամբողջ կյանքի ընթացքում, բայց ոչինչ չանել այդ երազանքը իրականացնելու համար։ Այսքանը, չգիտեմ կկարողանամ տեսանյութ անել, թե ոչ այդ օրվա հետ կապված, դեռ չեմ խոստանում։ Եթե լինի, ապա այսօր երեկոյան կլինի, արդեն թվագիտության ալիքում, եթե ոչ, ապա ոչ։ Եվ խավորման տեսանյութը կարող եք նայել, աստղաբանության ալիքում է, թե ինչ է ավարտվելու ձեզ մոտ, որ իմանաք, որ ոլորտում է այդ ավարտը լինելու ձեզ մոտ։ Այսքանը, հիմա արդեն կնայենք կանխատեսումը, կնայենք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին մարտի 3-ին։ Հարգելի խոյեր, այդ օրը ոմանց ամուսնության առաջարկ կանեն, ոմանց հրավեր հարսանիքի, նաև դա կարող է լինել գործարք, որը կկնքեք այդ օրը, կամ ինչ-որ աշխատանք է, որը կսկսեք անել, մշտապես այդ նույն աշխատանքը կարող եք անել, նաև նոր սեր, նոր հարաբերություններ, սիրո խոստովանություն, այդ ամեն ինչը, կարող եք սիրված լինել նաև այդ պահը, որ ինչ-որ մի բան է տեղի ունենում նաև ձեր ընտանիքում, կամ ձեր երկրորդ կեսն է ինչ-որ մի անակնկալ անում ձեզ, կներեք, կամ դե որ ամուսնության առաջարկ են անում, դուք էլ այդպես սիրված եք ձեզ զգում։ Նաև հեռախոսը զանգ ունեք այդ օրը, ուրախ կլինեք, բարձր տրամադրություն կունենաք, առավոտյան կամ շուտ եք արթնանալու կամ երեկոյան եք, այդպես կամ շուտ կամ ուշ եք արթնանալու կամ քնելու, նաև ոմանց համար ինտիմ հարաբերությունները և հաջողություն ունեք նաև ձեր գործերում, ինչ որ կանեք այդ օրը, յուրաքանչյուր բան հաջողությամբ կավարտվի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին մարտի 3-ին։
Հարգելի ցուլեր, այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք որևէ մասնագետի հետ։ Նաև այստեղ ինչ-որ մի բան է, հեռախոսազանգ է, որից տխրում եք, նաև կարող եք հուզվել, նաև կարող եք արտասվել։ Եվ երեկոյան արդեն նոր տրամադրությունը բարձրանում է, ուրախ եք, էներգիայով լցված, այդպես միայն առավոտ է ինչ-որ մի բան այնպես չէ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք եկորյակներին։ Ինչ է սպասվում եկորյակներին մարտի 3-ին։ Հարգելի եկորյակներ, այդ օրը ինչ-որ միտեղ կարող եք գնալ եւ երկար մնալ։ Նաև օրվա ընթացքում կարող եք սիրո խոստովանություն ստանալ կամ նոր սերը, սիրահարվածությունը, ժամադրությունը երկրորդ կեսի հետ, ձեզ սիրված կզգաք, միգուցե ձեր հարազատների շրջապատում եք, դրա համար եք ձեզ լավ զգում, ուրախ կլինեք, տրամադրությունը բարձր կլինի, երեկոյան ինչ-որ մեկի հետ կամ նամակագրական կապ կունենաք, կամ ինչ-որ փաստաթուղթ ստանում եք, ստորագրում եք, ուղարկում, այդպես։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին մարտի 3-ին։ Հարգելի խեցգետիններ, այդ օրը գումար կստանաք կամ նաև գումար կծախսեք։ Ինչ-որ մեկի վրա եք գորգռում, հետո կարող եք անգամ ձեզ վատ զգալ եւ պարկել ցերեկը հանգստանալ։ Քան եք գորգռում դա այնց է։ Միգուցե գումարի համար եք գորգռում։ Եվ օրվա վերջ եւս այստեղ հուզվում եք, էլի էմոցիոնալ եք, չգիտեմ ինչու մի բան է կատարվում, միգուցե գումարի հետ է կապված, գումարի խնդիր է։
Կամ այդ օրվա էներգիան է բավականին շատ եւ դրա համար էլ այդպես իրավիճակում եք հայտնվել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնային կառույցների։ Ինչ է սպասվում առուսներին մարտի 3-ին։ Հարգելի առույցներ, այդ օրը ինչ-որ մի բան է ուշանում, հնարավոր է հարսանիքն է, հնարավոր է պայմանագիրն է, գործարքն է, ինչ-որ մի բան է ուշանում եւ դա նեղվում եք, խոչընդոտ է դա ձեզ համար։ Միգուցե ձեր ամուսինն է ուշանում, ձեր կինն է ուշանում, կամ խոչընդոտների պատճառով նաեւ հարսանեկան արարողությունն է օրինակ ուշանում։ Եվ օրվա ընթացքում տան հետ կապված, այստեղ կամ տան անդամների հետ կապված կարող եք նաև գորգռալ կամ իրենց վրա, գուցե իրենց եք մեղադրում ինչ-որ մի հարցի հետ կապված։ Համենայն դեպս տանը ինչ-որ մի հարցեր ունեք, որոնք որ պետք է անեք, եւ այստեղ նաև գորգռում եք օրվա վերջ։ Եվ հանդիպում եք նաև որևիցե մասնագետի հետ կամ շփվում։ Նաև այստեղ հույս է ավելանում, կամ հույսն է դել եք այդ մասնագետի վրա, կամ իր ասածի վրա, կամ ինչ-որ մի բան է, որ ինքը թեկուզ ձեզ կարող է աջակցել, օգնել։ Մենք չխառը օր է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին մարտի 3-ին։
Հարգելի կույսեր, այստեղ մի քիչ խառոր է։ Ինչ-որ մի բան է առավոտյան ուշանալու, կամ ձգձգվում է դեռ 1 ամիս։ Նաև օրվա ընթացքում հուզված եք, ոչ մի լուսավոր բան է տեղի ունեցել, կամ ձեր սիրո հետ կապված, կամ այդ սիրային թեմայով երկրորդ կեսի հետ կապված, կամ ինչ-որ մի բան է, որ սիրված եք զգում ձեզ, ուրախ եք։ Ինչ-որ մի լավ բան է, որ ձեր տրամադրությունը կբարձրանա։ Կամ կպատմեք հետո ձեր սիրելի մարդուն, ձեր սիրելի մարդկանց այդպես ուրախ, որ ինչ-որ մի բան եղավ, այդպես հուզված նաև։ Իսկ օրվա վերջ էստեղ կամ օցերն են ձեզ ինչ-որ մի նորություն ասում, կամ օցերից եք ոչ նորություն իմանում, ինչ-որ հանկարծակի, այնպես անսպասելի, օրինակ որ այս մարդը բամբասում է ձեզանից, այդպես կարող եք նաև լսել, կամ իրենք ինչ-որ մի բան շփացնեն։ Եվ երեկոյան այստեղ ժամի հետ է կապված եւ ձեր կամ երկրորդ կեսի եթե ունեք կամ ընտանիքի անդամների, կամ դուք եք ուշ տուն գալիս, կամ ձեր երկրորդ կեսն է ուշ տուն գալիս, կամ ժամ եք պայմանավորվել չի գալիս, սկսվում է գորգռոցը, դուք եք գորգռում իր վրա, կամ նամակին չի պատասխանում, SMS-ին չի պատասխանում, եւ ժամը ուշանում եք, պետք է գար ձեզ բերեր եւ չի գալիս։ Ինչ որ բաներ են այստեղ, որ գորգռում եք։ Այստեղ կոնկրետ ձեր կամ երկրորդ կեսի մասին է, կամ ընտանիքի ոչ անդամների։ Միգուցե նամակն է պատճառը, միգուցե փաստաթուղթ է պատճառը, ճիշտ ժամանակին պետք է բերեր հասցներ ձեզ, որ ինչ որ մի գործարք անեիք, կամ ինչ որ մի բան անեիք, չի բերել, այդպես ինչ որ մի բան է այստեղ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կշարքների։ Ինչ է սպասվում կշարքներին մարտի 3-ին։ Հարգելի կշարքներ, այդ օրը ոչ է լավ լուր կլսեք, բարի լուր կլսեք, ինչ որ հնարավորություն եք բաց թողնում կամ բժշկին տեսնելու, կամ ոչ է բժշկական հաստատություն գնալու, մտնելու, հետո ելք եք փնտրելու, միգուցե այդ բժշկին տեսնելու կամ նորից այցելելու նման վայր, բայց երկերեսանի մարդիկ կան, ինձ թվում է այդքան էլ չեն թողի։ Եվ երեկոյան այստեղ ոմանց համար ժամադրություն է, ոմանք սիրո խոստովանություն կլսեն, կստանան, նաև սա անսպասելի սեռական հարաբերություններ է ոմանց համար էլ սա կարող եք ուղղակի ոնց որ չեք մտածում որ ժամին կքնեք եւ այդպես պետք է քնել, ոնց որ կտրուկ քունը կտանի, այդպես։ Դա ոմանք էլ այստեղ իրենց սիրված կզգան, իրենց հարազատների շրջապատում կլինեն, միգուցե հոգնում եք եւ գնում եք տուն, ամիջապես քնում։ Կամ ինչ-որ կարող է մեկն է վատ զգում իրեն, և դուք էլ ձեր առողջությանը հետևեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կարիճների։
Ինչ է սպասվում կարիչներին մարտի 3-ին։ Հարգելի կարիչներ, այդ օրը ձեր գործերը առաջ կմղեք, ճիշտ է շատ չեք կարողանում, բայց առաջ կմղեք, այնքան որ հնարավոր է։ Նաև ճանապարհ գնալու կամ ինչ-որ մարդիկ են գալու ձեզ մոտ, միգուցե դրամա էլ է, պատճառն է, որ ինչ-որ գործերը չեք կարողանում ամբողջությամբ անել։ Օրվա ընթացքում երկերեսանի մարդիկ կլինեն ձեր շրջապատում, ժամի հետ կապված այստեղ ուշադիր եղեք, որտեղ ինչ-որ մի հնարավորություն եք բաց թողնելու, հետո երկ եք փնտրելու, որ ինչ-որ մեկի մոտ կամ ժամ վերցնելու, կամ այդ ժամին հստակ այնտեղ լինելու համար, ոնց որ բաց եք թողնում, հետո արդեն ընկնում եք մտքերի մեջ, ընկնում եք այստեղ երկ եք փնտրում, թե ինչ անեք, ինչպես անեք։ Եվ ոմանք ոչ նամակագրական կապի մեջ կլինեն ինչ-որ մեկի հետ փաստաթուղթ կստանան, տեղեկատվություն կամ ուղարկում եք, ստորագրում եք, այդպես ինչ-որ փաստաթղթային հարցեր են։ Կամ նաև փաթեթ դա կարող է լինել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին մարտի 3-ին։ Հարգելի աղեղնավորներ, այդ օրը ինչ-որ միտեղ եք գնալու, երկար մնալու, կամ միգուցե աշխատանքի վայրում է դա, ինչ-որ մի բանի եք սպասելու, նաև կարիերան է նվազում, այդքան շատ աշխատանք չկա, այդքան շատ գործեր չունեք, որ անեք, միգուցե պատվեր է, որը այդքան եւս էլի չունեք, հանկարծակի լուր կլսեք, դա կամ երկերեսանիների մասին է, կամ իրենք կարող են ձեզ ասել։ Նաև այստեղ հանդիպում կամ շփում ոչ մասնագետի հետ աշխատանքի բերումով։ Այստեղ կամ ձեր մենեջերն է, կամ նաև դուք եք դիմում ինչ-որ մի մասնագետի, ինչ-որ մի աշխատանքներ կատարելու համար,
յուրաքանչյուր այստեղ աշխատանք դիզայն կամ չգիտեմ ինչ որ մի բան է, ինչ ասես։ Նաև փնտրում եք այդ օրը մասնագիտական աշխատանք, այնինչ որ գիտեք անել, այդ աշխատանքները կսկսեք փնտրել։ Միգուցե նաև ընդունվում եք այդ աշխատանքի, միգուցե երեկան ինչ որ պատվեր եք ստանում, որ պետք է անեք, ըստ ձեր մասնագիտականի։ Ոչ թե ուղղակի այն ինչ որ կարողանում եք, այլ այն ինչ որ դուք սովորել եք։ Նաև սա կարող է լինել ոչ աշխատանքային գործակալություն, որտեղ որ կգնաք ինչ որ մասնագետի հետ կխոսակ, ոչ աշխատանքի համար։ Դա նաև հարցազրույց կարող է լինել։ Եվ իհարկե պետական աշխատող։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին մարտի 3-ին։ Հարգելի այդ եղջյուրներ, այդ օրը բավականին շատ աշխատանք ունենաք, նաև ընդունվում եք աշխատանքի, նոր նաև հանդիպում եք պետական աշխատողի հետ, հարցազրույց կգնաք, պատվերներ կընդունեք, այդպես։ Հանդիպում ունեք նաև օրվա ընթացքում ոչ տղամարդու հետ կամ շփում, տարեց անձնավորություն է կամ նոր ծանոթություն է սա, կամ որևիցե պետական աշխատող է նա, հետ կարող եք հանդիպել կամ խոսել, ձեր հայրն է։ Նամակագրական կապի մեջ կլինեք, ինչ-որ փաստաթուղթ է կամ կվերցնեք կամ կտակ կամ կստորագրեք, ինչ-որ նմանատիպ գործողություններ են։ Տեղեկատվություն նաև կստանաք։ Եվ հաջողություն ունեք երեկոյան, հաջողություն ձեր բոլոր գործերում, ձեր աշխատանքում, ձեր հարաբերություններում, այնտեղ որտեղ հնարավոր է։ Այստեղ անգամ տատանվում եք ինչ-որ հարցի հետ կապված։ Միգուցե օրինակ տատանվում եք, թե ինչպես այս հարցում հաջողություն ունենամ, ինչպես անեմ, որ այս ամենը լավ լինի։ Միգուցե նաև դա կամ հարաբերություններ, ինչպես անեմ, որ կարգավորվի։ Նման ինչ-որ հարցեր կարող են ձեզ մոտ առաջանալ։ Եվ երեկոյան ինչ-որ փուչկի նման ինչ-որ բան է պայթելու, գաղտնիք է բացահայտվելու, նաև ուշադիր եղեք, որպեսզի ձեզ չփորձեն մոլորեցնել, ինչ-որ մի բան համոզել, ինչ-որ մի բան ասել, այդպես։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ջրհոսներին։ Ինչ է սպասվում ջրհոսներին մարտի 3-ին։
Հարգելի ջրհոսներ, այդ օրը հեռախոսազանգ կունենաք եւ ինչ-որ մի լուսավոր մի բան են այնտեղից ձեզ ասելու, որ շատ եք ուրախանալու, տրամադրությունը բարձրանալու է, ինչ-որ առաջ խաղացում ունեք, զարգացում, ինչ-որ մի բանի, չգիտեմ դա ինչ է, բայց այդ լուրը ձեզ կասեն։ Նաեւ օրվա ընթացքում կցանկանաք պարկել հանգստանալ, նաեւ ոմանց համար սա ինտիմ հարաբերություններ է, մի փոքր ձեզ վատ եք զգում, հոգնած եք զգում, կարիերայի մի փոքր բարձրացում, ոչ շատ, հա, առաջ խաղացում կա այստեղ, նաև ճանապարհ եք գնալու, կամ տատանվում եք ճանապարհը գնալու հետ կապված, կամ ինչպես գնալ եւ գնալ, կամ ինչ որ մարդիկ են գալու ձեզ մոտ եւ էլի տատանվում եք միգուցե հյուրասիրության համար, միգուցե ինչ որ մի բանի համար։ Այսքանը ձեզ համար, կամ սպասում եք, հա, ինչ եղան, այդպես եք տատանվում, կարող է չգան։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձկների։ Ինչ է սպասվում ձկներին մարտի 3-ին։ Հարգելի ձկներ, այդ օրը կարիերան մի փոքր առաջ խաղացում կլինի, նաև դա կարող է լինել ինչ-որ պատվերներ, որը ավելի, որ չկար, հիմա կլինի, կամ աշխատանք, որ դուք եք աշխատում, այնտեղ քիչ էր գործը, հիմա ավելի շատ կլինի։ Ոմանք կընդունվեն աշխատանքի, ոմանք պայմանագիր կկնքեն այստեղ աշխատանքային, ոմանք պետական աշխատողի կհանդիպեն, իր հետ ինչ-որ գործեր պետք է անեք, այդտեղ ինչ-որ բաներ կգրանցեք, կջնջեք, կստորագրեք, նաև սպասում եք ինչ-որ մեկին, խոչընդոտներ կամ ինչ-որ բանի եք սպասում, խոչընդոտներ կան, դրա համար էլ դեռևս սպասում եք, չկան, չի լինում դեռ, և այստեղ ինչ-որ մասնագետի հետ ելք եք փնտրելու, իրար հետ, միգուցե այդ դրան, որ սպասում եք, միգուցե այդ գնում եք պետական աշխատողի հետ, միգուցե դեր աշխատանքի հետ է կապված, օրինակ աշխատակիցներից մեկը չկա եւ ստիպված է ինչ-որ մասնագետի հետ ելք եք փնտրում, իրար հետ դուք անեք, ինչ-որ մեկ անի կամ ում նստացնեք իր տեղը, որ ինքը անի այդ գործը, այդպես։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։